Բարև ձեզ, սիրելի ժողովուրդ, մենք շարունակում ենք հաղորդումների շարքը Հայաստանի տարբեր համայնքներից եւ զրուցում ենք ավականու անդամների հետ, ավականու կին անդամների հետ։ Ուզում ենք հասկանալ, թե կանայք ինչպես են տեղավորվել ավականու կազմում, ինչպես է իրենց գործը առաջ գնում, որովհետեւ սա ընդհանուր առմամբ նոր երևույթ է Հայաստանում։ Նախկինում մեծամասնական ընտրակարգի ժամանակ հազվադեպ էր, երբ կանայք հայտնվում էին ավականու կազմում, հիմա օրենքի պահանջով տեխնացուների ցուցակում առնվազն 30%-ը պետք է լինեն մեկ սեռի ներկայացուցիչներ եւ տղամարդիկ ճարները կտրած 30% տեղ հատկացրեցի կանանց։ Այսօր արտիքում ենք, ուզում եմ ձեզ ներկայացնել իմ զրուցակիցներին Արմինե Աղրամանյան, Արտիկի ավականու անդամ եւ Վարդուհի Հովհաննիսյան, էլի Արտիկի ավականու անդամ։ Շնորհակալություն մեզ ժամանակ հատկացնելու համար։ Ես, եթե ճիշտ հասկացա, առաջին անգամ է, որ դուք ավականու կազմում եք։ Նախկինում մեծամասնականի ժամանակ չէիք մտածում լինել ավականու անդամ։ Խնդրեմ։ Անկեղծ ասած, երբևէ չենք մտածել այդ ուղղությամբ, քանի որ երևի ավելի շատ այն էր պատճառը, որ ավականու անդամներին հիմնականում մեր մեջ նստած էր այդ մտածելակերպը, որ հիմնականում լինում են տղամարդիկ, գրավել էին տղամարդիկ, գրավել չես կարող ասել, բայց հիմնականում այդ մտածելակերպը ամեն դեպքում առկա էր, որ հիմնականում լինում են տղամարդիկ, հետո օրենսդրական փոփոխության արդյունքում արդեն երբ որ դա արդեն օրենսդրական պահանջ էր եւ ամեն դեպքում որոշեցինք, որ առաջադրվենք որպես ավականու անդամ, փորձենք մեր ուժերը ներդնել համայնքի վարորության։ Ձեզ դիմեցին, թե դուք դիմեցիք կուսակցությանը։ Այդ ընտրական գործընթացների ժամանակ, երբ մարդիկ արդեն ներգրավված էին այդ գործընթացներում, ստացանք առաջարկություն, ամեն դեպքում դիմեցին մեզ առաջարկելով լինել ավականու անդամության տեխնացու եւ բնականաբար ամուսնուս խորհրդով ով ծանոթ էր երևի իմ հնարավորություններին մասնագիտական եւ ինչու՞ չէ նաեւ իմ հնարավորությունները օգտակար լինելու համայնքի զարգացմանը իր խորհրդով եւ ես էլ մտածեցի հասկացա որ ինչու՞ չէ կարելի է փորձել եւ իմ հնարավորությունները ներդնել համայնքի զարգացմանը։ Ավականու 9 կին անդամներից երկուսն եք։ Ձեր դեպքում ինչպես եղավ։ Ձեզ դիմեցին լինելու ավականու։ Իմ դեպքում էլ կրկին դիմեցին ինձ հարազատ մեկը եւ ճիշտն ասած մինչ այդ ընդհանրապես չէի էլ մտածում, ոնց որ պոտենցիալը չէի զգում, բայց երբ որ ինձ հարազատ մեկը ինձ առաջարկեց, ես արդեն սկսեցի իհարկե արդեն մտածել եւ ես ինձ համարեցի այդ պահին օգտակար, որ ես էլ կարող եմ իմ համայնքին, իշա իմ համայնքի դառնալ ավականի եւ հետագայում գործել իշա մեր Արտիկ համայնքի։ Եվ այդպես փորձեցինք, հիմա էլ արդեն 2.5 տարի աշխատում ենք, աճում ենք, այսպես ասած, քաղաքական դաշտում, չէ, իմ գործընկերն էլ կարող է փաստել, որ դա այդպես է։ Այո։ Առաջին անգամն ենք ավականի ու գործը ցույց է տալիս։ Արտիկ համայնքի ավականու կազմը խմբակցությունների իմաստով շատ բազմազան է, 6-7 խմբակցություն հաշվեցի ես, քաղաքացիական պայմանագիր 11 հոգի, ազատական 3 հոգի, ապրելու երկիր 1 հոգի, հայ հեղափոխական դաշնակցություն 2 հոգի, հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք 4 հոգի, միասնական Արտիկ 5 հոգի եւ 1 անկախին էլ էի խմբակցություն հաշվել ես։ Կուսակցության անդամ այս ընթացքում դարձել եք, թե մնացել եք որպես անկուսակցականներ։ Չէ, ես խմբակցության մեջ եմ, բայց կուսակցական չեմ։ Չեք, հա, դուք էլ ըստ երևույթին։ Հա, հասկացա։ 2.5 տարվա ձեր փորձառությունը ինչ է կարծում համայնքին օգուտ տվել է, թե ոչ, կարող եք 1-2 օրինակ հիշել, երբ բացի սովորական մասնակցությունը, քվեարկությունը ինչ-որ նախաձեռնությամբ եք հանդես եկել, առաջարկություն եք բերել կամ քննարկել եք գործընկերներով, խմբակցության անդամներով, համարել եք, որ սա շատ կարևոր բան է, բերեք առաջարկենք, թե ավականու որոշումների մեծ մասը որպես կանոն գալիս է համայնքապետից, համայնքապետարանն է մշակում, բերում են նիստերին, բայց ավականու անդամներն էլ իրավունք ունեն նախաձեռնություններով հանդես գալ, ինչպես նաև վարչական ղեկավարները, հա, բնակավայրերի։
Ունեք ինչ-որ փորձառություն, որ մենք համատեղ մեկ այդպես փորձառություն ունեցանք, երբ բազմաբնակարան շենքերից մի քանիսից ստացանք դիմումներ, որ իրենց անհրաժեշտ են խաղահրապարակներ բակային հատվածներում, որպեսզի ապահովեն երեխաների զբաղվածությունը եւ փորձեցինք խնդիրը բարձրացնել եւ համայնքապետին դիմեցինք եւ հանդես եկանք առաջարկով եւ մեր նախաձեռնությունը մեր առաջարկությունը բավարարվեց եւ արդեն 1-2 բակային տարածքներում հեռացնելով այդ ժամանակավոր տաղավարները հեռացվեցին այդ ժամանակավոր դոմիկ ասվածները եւ նրանց տեղում արդեն ձևավորվեցին խաղահրապարակներ, ինչը շատ գովելի է եւ շատ ուսանելի եւ տեսանելի շատ ուրախ ենք, որ մեր ավականու որոշում կայացվեց, այո, կայացվեց, այո, իհարկե։ Էլի են կառուցվում, հա, այդպեսի նախագծեր ունենք, այո, եւ արտիքում նախագծեր քաղաքի մեջ, հա, հենց կառուցված խաղահրապարակների մասին է։ Գյուղերի հետ, որտեվ Արտիկ համայնքը ահագին մեծ ընդարձակ համայնք է, բազմաբնակավայր, գյուղերի հետ կապը ինչպես եք դուք պահում որպես ավականու անդամներ։ Գյուղերում չեմ ասի մշտապես, բայց հաճախ ենք լինում գյուղերում մեր համայնքի ղեկավարի հետ, հանձնաժողովների, ձևավորված հանձնաժողովի հետ այցելություններ ենք ունենում գյուղական համայնք եւ այդտեղ կատարում ենք կարիքի գնահատում, օրինակ իմ հարազատ գյուղը Սարալանջը, այնտեղ մշակույթի տուն չկար, բազմաթիվ այդ քննարկումների կարիքի գնահատման արդյունքում հիմա արդեն Սարալանջ գյուղը նույնպես ունի մշակույթի տուն։ Նորակայանի վրա է նորոգված։ Այո, նորոգվեց, հիմա այնտեղ գործում են բազմաթիվ խմբակներ, շատ հաճելի միջավայր է ստեղծված աշխատանքային, այդպես այդքանը կարող եմ ասել։ Օրենքը նախատեսում է, որ ավականու անդամները իրենց գործունեության համար եթե ծախսեր են կատարում, գնում են գալիս են հանդիպում են մարդկանց հետ, ես միտեղ մարդկանց հետ հանդիպելիս սեղանին հանքային ջուր են դնում կամ ես իմ սուրճ է բանը եւ այլն։ Այդ ծախսերի փոխհատուցման մեխանիզմ կա սահմանված, օրենքը ասում է, որ պիտի այդ փոխհատուցումը լինի, որպեսզի ավականու անդամը չկաշկանդվի։ Մի քանի անգամ իր գրպանից անի այդ ծախսը, հետո ասի, այսօր չեմ կարող անընդհատ այդ ծախսերը կատարել եւ հնարավորություն կա անձեռնված, որ ավականու անդամը դիմի համայնքապետին եւ ծախսերի փոխհատուցում ստանա համայնքի բյուջեից։ Ինչպես է դրվածքը Արտիկ համայնքում, ավականու անդամները օգտվում են այդ հնարավորությունից, թե ոչ։ Այո, ես պատասխանում եմ, դու լրացնես, հա, ուրեմն մենք մինչև 2025 թվականի բյուջեն սահմանելը, հաստատելը, մենք նախկին բյուջեով սահմանված է եղել ավականու եւ համայնքի ղեկավարի առաջարկությամբ ավականու որոշումով հաստատվեց, որ յուրաքանչյուր 6 ամսյակը մենք ավականու անդամները ստանալու են իրենց ծախսերի կատարման համար ամսական որոշակի գումար որպես փոխհատուցում կատարված ծախսերի, թե ծախսային փաստաթղթերի հիման վրա եք որոշել։ Դա ստանդարտ գումար է որոշված առանց հայտնի է ինչ գումար, ինչ չափի գումարի մասին է խոսքը։ Մենք ստացել ենք 1 կիսամյակը 75,000 դրամ։ Ավականին որոշել է այդպես ավականու որոշումով։ Բոլոր ավականու անդամների մասին է խոսքը։ Այո։ Անկախ նրանից ինչպիսի ակտիվություն է դրսևորում ավականու անդամը։ Անկախ դրանից։ Արդար համարում եք այդ սկզբունքը։ Դե ամեն դեպքում, քանի որ մենք կողմ ենք քվեարկել, հաստատել ենք այդ որոշումը, ուրեմն որտեղ ավականու անդամ կարող է մյուս անդամից 15 անգամ ավելի ակտիվ լինել։ Այդ գումարով երամսյակը մեկ կամ կես տարվա ընթացքում այցելել բոլոր գյուղական բնակավայրեր, քանի գյուղ է 16, 17, 23 գյուղ, հա, Արտիկի գյուղերը։ Մեկ ուրիշը կարող է չայցելել։ Ասել հա, բայց ամեն դեպքում այդպես որոշեցինք, այդպես որոշվեց։ Ես էլ կուզենամ արտահայտվել այս հարցի շուրջ, տեսեք յուրաքանչյուրը անհատ է, անձ է, յուրաքանչյուրի խղճի վրա է արդեն ինքը որքանով է կարողանում իր գործառույթը ճիշտ իրականացնել, մեկը կարող է ավելին անել, մեկը պակաս արդեն թող ինքը իր պատասխանատվությունը սեփական ինքը կրի։ Հասկացա, իսկ այդ չարչարանքի մասին ավականու անդամները
ինչ որ մի ձևով պատմում են հանրությանը կամ իրար կամ հաշվետվողականության ինչ որ մեխանիզմ կա, որ օրինակի ես, ասենք 6 ամսում եղել եմ SSSS գյուղերում, հանդիպել եմ այս մարդկանց հետ, հավաքածս խնդիրները սրանք են, սրանցից էս 3 հատը բերում եմ ավականու նիստի, օրինակ եմ ասում, հա, որոշման նախագծերով, թե այդպիսի հաշվետվողականություն։ Գիտեք ինչի մասին է հարցս, որ քաղաքացիները իմանան, որ ունեն 27 ավականու անդամ, այս 10 հոգին առավոտից իրիկուն գյուղերում մարդկանց տարդերի հետ են, խնդիրներն իման, այն 10 հոգին հերո իրանցից շատ ծույլ են ներողություն արտահայտությանս համար, հավես չունեն գնալու գյուղեր, իմանալ ինչ կա չկա, այս հաշվերը վերջապես կա Facebook, կոնե ամեն մեկը իր էջում կարող է գրել, որ ես գնացի, հանդիպեցի, այս ինչ գյուղում։ Էդ էլ է պարտավորեցնող, ինձ թվում է հենց գումար հատկացնելը այն անձին, ով ավելի пассив է, ինձ թվում է դա ավելի պարտավորեցնող է, որ եթե ինքը ստանում է դրա դիմաց որոշակի գումար, ինչ որ բան քիչ անելու դիմաց, ուրեմն դա եւս ինձ թվում է մի քիչ ավելի դրդում է, որ ինքն էլ որոշակի այսպես ակտիվություն դրսևորի։ Ահա, բա որ չդրսևորի։ Դա ամեն դեպքում որոշումը կայացված է, քննարկման արդյունքում կայացվել է։ Երևանում եղավ 15 տարի ավականու անդամները ստանում են նվազագույն աշխատավարձի չափով այսպես կոչված կատարած ծախսերի փոխհատուցում։ Երևանի մասին օրենքում էլ է գրած փոխհատուցում, դուք փաստաբան իրավաբան եք, շատ լավ գիտեք, որ ծախսը պիտի արվի եւ փոխհատուցվի։ Եթե ծախսային ապացույց կա, հա։ Հիմա այնտեղ այդ բյուջեի փողը դրած հավասար բաժանում են ավականու անդամների վրա, մի երկու օրինակ կա, երբ ավականու անդամներն ասել են մենք ծախս չենք կատարել եւ հրաժարվում ենք այդ փողից։ Մյուսները մեծ հաճույքով, ախորժակով վերցնում են այդ փողը եւ համարում են, որ դա իրենց ստանալիքն է, ինչ օրենքի մեջ, ինչպես ասացի, գրված է որպես փոխհատուցում։ Ես դա համարում եմ համայնքային միջոցների վատնում։ Եթե այդ ծախսը չի արվում, չպիտի ստացվի։ Ինչ որ է, ուղղակի ծանոթացանք արտիկի դրվածքին, տարբեր համայնքներում տարբեր փորձ կա ի դեպ։ Համայնքներ կա, որտեղ այս մեխանիզմը ընդհանրապես չի աշխատում։ Ինչ որ է, անցնենք առաջ, հա, եթե դեմ չեք։ Հանձնաժողովների հետ կապված ավականին օրենքով պիտի ունենա իր հանձնաժողովները, որպես կանոն դրանք մշտական գործող 4 հանձնաժողովներ կարող են ավել լինել, պակաս լինել, ինչպես կորոշի ավականին։ Ինչպես է հանձնաժողովների աշխատանքի դրվածքը։ Մենք ունենք 4 մշտական գործող հանձնաժողովներ, հանձնաժողովները ստանալով ուրեմն նախագծերը, օրենքով սահմանված ժամկետում ենք հիմնականում ստանում, ոչ մի խախտում, թերացում չի լինում, օրենքով սահմանված ժամկետով ստանալով նախագծերը մենք հրավիրում ենք հանձնաժողովի նիստ, ես ինքս իրավական հարցերով հանձնաժողովի նախագահն եմ, հրավիրում ենք հանձնաժողովի նիստ, քննարկում ենք զեկուցողը, ով որ այդ հարցի զեկուցողն է համապատասխան, այո, ներկայացնում է զեկուցողը, քննարկվում է իրավական հիմքերն ենք ստուգում ենք փաստաթղթային հիմնավորվածությունը եւ ձայների մեծամասնությամբ դրական պատասխան դրական եզրակացություն ստանալու դեպքում, հա, կամ եթե չի ստանում, երկու դեպքում էլ գնում է ավականու նիստի։ Անպայման գնում է ավականու նիստի եւ արդեն ավականու նիստի ընթացքում բարձրաձայնվում է, որ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն կամ չի։ Մյուս հանձնաժողովների աշխատանքից տեղյակ եք։ Մյուսը ես եմ, ուրեմն սպորտի, մշակույթի, կրթության, սպորտի, այո, մշակույթի, սպորտի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում եմ, այնտեղ նույնպես նույն ձևաչափով իրականացվում են հարցերի նախագծերի քննարկում, եթե մեծամասնությունը կողմ է այս մի քանի հարցին, 2 թե 3 թե 4, ուրեմն գնում է օրակարգային լուծման մեջ, մտնում է ավականու նիստի օրակարգ։ Այո։ Շատ լավ, իսկ պատահել է, որ վարչական ղեկավարները որոշումների նախագծեր բերեն, իրենք իրավունք ունեն, բնակավայրերի վարչական ղեկավարները կարող են բերել, իրենք կարող են դիմել համայնքապետին, համայնքապետը այդ նախագիծը բերի, կարող են նաև իրենք բերել, հազվադեպ պատահող երևույթ է, էլի, որ իրենք են բերում, որտեղ սովորաբար դիմում են համայնքապետին, արտիկի դեպքում ունենք այդպիսի օրինակներ, երբ վարչական ղեկավարը իր նախաձեռնությամբ որոշման նախագիծ է բերել, մտցրել օրակարգ, թե չկա։ Հիմնականում երևի առաջին տարբերակն է, առաջին մոդելն է գործում, որ համայնքի ղեկավարին դիմում։ Հասկացա։ Ինչ տպավորություն ունեք, գյուղական բնակչությունը աճում է համայնքում, թե ոչ, ոչ գյուղերն են, որ աճում են, որոնք են, որ նվազում են, թե չունեք ինչ-որ։ Ես կարող եմ ասել, որ
Որ կողմի գյուղերն են, որ ավելի զարգանում են, եթե նման տպավորություն ունեք։ Ուրեմն բոլոր գյուղերն էլ ըստ իս զարգանում են, որովհետև երբ որ Աշտիկը արդեն խոշոր համայնք դարձավ, խոշորացված 23 գյուղերով, այդ 23 գյուղն էլ հավասարաչափ ստանում են այս սուբվենցիոն ծրագրերի օգտակարությունը իրենք զգում են։ Այն գյուղերը, որոնք որ չունեին պարտեզներ, չունեին ճանապարհներ, մանկապարտեզի նկատում եք։ Գիտեք, որ աննախադեպ էր այս վերջին, չէ, երկու շաբաթը։ Այո, երկու շաբաթվա ընթացքում բացվեցին 5 թվով 5 պարտեզներ եւ դա շատ ողջունելի էր։ Ինչ ասենք, յուրահատուկ մի բան արվեց մեր երեխաների, մեր բալիկների համար։ Իսկ մոտավոր պատկերացում կա, թե քանի երեխա է առայժմ զրկված նախնական կրթությունից։ Մոտավորապես, ասենք, նախադպրոցական տարիքի երեխաների ինչ մասը, քանի տոկոսը, 5%-ը, 20%-ը։ Ինձ թվում է հստակ թվեր չենք կարող ասել, բայց փոքրիկ տոկոսն է ամեն դեպքում կազմում, որտեղ բոլոր գյուղերում մենք ունենք համարյա բոլոր գյուղերում կան մանկապարտեզներ, բացի այդ չէ, նախակրթարաններ։ Դպրոցինքից գնում են, ինչ-որ բան սովորում են։ Ինչի կարիք ունի համայնքը ամենից շատ։ Ինֆորմացվածության, հա, երևի։ Ինչի մասին։ Google-ը բաց բրախ գծած է, Facebook-ը, YouTube-ը, թեկուզ եւ Facebook-ը, թեկուզ եւ Google-ը հարթակները ակտիվ գործում են, բայց մարդիկ դեռևս չունեն օգտվելու այդ իրազեկվելու, ճիշտ ուղիներ գտնելու այդ ճկունությունը դեռևս չի ձևավորվել, որքանով տեղեկատվական գրագիտությունը նկատի ունեք։ Տեղեկատվական գրագիտության մասին է խոսքը, որ մարդիկ դեռևս չեն կարողանում ճիշտ կայքերից օգտվել։ Ճիշտը որն է այդ նուրբ տեղերին եք անկասակ։ Երբ որ օգտվեն պաշտոնական էջ կայքերից, օրինակ մեր ավականու նիստերը ուղիղ եթերով ընթանում են, բայց շատ քիչ կարող է ես նիստից անմիջապես երկրորդ օրը գնամ գործի, ինձ հարցնեն, թե այս ինչ օրակարգային հարցերը քննարկվեցին, ասում են, բայց հարգելի դուք չտեսաք ուղիղ եթերով, որ գնում է մեր ավականու նիստերը, հա, պես բան կա, ասում են, զարմանում են մարդիկ։ Բայց չէ որ գործում է, կայքը կա, համայնքապետարանի էջը ակտիվ է, հետադարձ կապը կա ժողովրդի հասարակության հետ, բայց մարդիկ էլի պասիվ են։ Տեղեկացվածություն համայնքային իշխանության գործունեության մասին պակաս է ձեր կարծիքով անհրաժեշտի ցածր մակարդակի վրա է, ճիշտ հասկացա ես, հա։ Դե հա, մարդիկ պետք է ուրիշ ինչի կարիք ունի համայնքը, համայնքապետարանի բաժինների, մասնագետների կամ ընդհանրապես կարողությունների զարգացման հետ կապված ինչ պակասություն կա, ինչ կուզեիք, որ ավելի կարողությունների մասով զարգացած լիներ։ Տարբեր համայնքներում տարբեր բաներ են ասում, ես հետո կասեմ, էլի օրինակ ինչ մտահղացումներ կային։ Լավ, հիմա ասենք օտար լեզուներ իմացող, արտաքին կապերով զբաղվող մասնագետ լիներ կամ մասնագետը կա, բաժինը կա, բայց ոնց որ թե արտաքին կապերը լավ չեն զարգանում, այդ ամբողջը սահմանափակվում է Facebook-ում պոստեր տնելով, շատ մամլո հաղորդագրություն տարածելով։ Հա, ոնց որ չեք նկատել, որովհետև ինչքան տարբեր հարցերով, տարբեր բաժիններ դիմել ենք, միշտ ստացել ենք բավարարող մասնագիտական, լուրջ մասնագիտական ուղղություններ, ուղղվածություններ, դիտարկումներ։ Լավ, ավականու անդամներն ինչի կարիք ունեն։ Սա արդեն ուղիղ ձեր եւ ձեր գործընկերների մասին է։ Ինձ թվում է երևի փորձառության կարիք եւ վերապատրաստումները այսպես թե այնպես արվում են, բայց ավելի շատ կարելի անել։ Դուք առիթ ունեցել եք վերապատրաստվելու սեմինարներ, ուսուցումներ, հնարավորություն եղել է որպես ավականու անդամ։ Եղել է, բայց ճիշտ ասած չեմ հիշում վերջի անգամ երբ եմ մասնակցել Բայց կարիք ունեք մեր ակտիվության իմանալով այս կամ այն վերապատրաստումների մասին մենք ենք դիմել կամ մեկս մեկիս հուշելով, ուղղորդելով, բայց այսպես զուտ պաշտոնական մակարդակով վերապատրաստումներ բավականին այդ մասը պասիվ է։ Ու իրոք ասենք նոր սկսնակ ավականու անդամը ունի դրա կարիքը։ Տեղական ինքնակառավարման մասին օրենք, հա, իրավակիրառական պրակտիկա, հմտություններ, բյուջետավորման հետ կապված գուցե, ես իմ կրթության խնդիրների հետ կապված։ Կարծեմ անցած տարի էր Գյումրիում մարզպետարանում անցկացվեց մեկ վերապատրաստում, շատ օգտակար էր, բայց քիչ է էլի։ Հա, հասկացա։ Շատ լավ, համայնքի խնդիրներից մի երկու ամենակարևոր բաներ կասեք, որոնք են, որ
կուզեիք, որ լուծված լինեին կամ փող չկա գուցե դրա համար բավարար ծավալի քանակի, որպեսզի այդ խնդիրները լուծվեն։ Համայնքի խնդիրներից ինչ կնշեք։ Խնդիրները շատ են, չենք ասի քիչ են, բայց այդ խնդիրներին տրվում է համարժեք լուծումներ, ըստ որոնք են ամենագլխավոր խնդիրները, որոնք են։ Ճանապարհաշինությունը, որը արվում է, գլխավոր ճանապարհներից չէ, դեռ քիչ է։ Գյուղական ճանապարհները ինչ վիճակ են։ Գլխավոր ճանապարհը նորմալ է, մնացածը նորմալ չէ, ինչպես Հայաստանի գրեթե բոլոր գյուղերում։ Շատ լավ։ Ուրիշ ինչ հարցեր կան։ Հասարակական տրանսպորտ գյուղերից արդիկ բոլոր գյուղերից կա նորմալ կանոնավոր գնալ կա, ինչ հաճախականությամբ է դա։ Գյուղերից կա միջքաղաքայինը, որը էլի մեր հարցերի այդ հնգամյա զարգացման ծրագրում է քննարկվում է, կան այդ բոլոր ծրագրերը այնտեղ կան։ Արդիական խնդիրներ են դրանք բոլորը, որոնք քննարկման փուլում են։ Հիմա պատկերացրեք, որ մեկը եկել է շատ մեծահարուստ, ասում է փող կա ձեզ տալու։ Խնդիրները պատմեք, էլի, ասեք ինչի համար այդ փողը հատկացնենք։ Այն որ հնգամյա զարգացման ծրագրում գրված է, տարեկան աշխատանքային պլանի մեջ արտացոլված է, արվում է, այդ հասկացանք։ Ունեք կամ սուբվենցիոն ծրագրերով կամ համայնքի միջոցներով անում եք։ Կա ինչ-որ մի բան, որը լավ կլիներ, որ համայնքը ունենար, բայց չունի դեռ։ Դե համայնքի մակարդակով չէինք ասի, բայց կուզենայինք պետական մակարդակով լուծվեր այս շների, չէ, տապարող շների հարցը ու վերջ։ Այն մնացածը համայնքի լիազորությունների մեջ ամբողջը արվում է։ Կարծում եք, որ մենակ է այդ խնդիրը։ Ինձ այդպես է թվում։ Շների հարցը ինչ եք անելու, բա։ Քանի որ օրենսդրական հնարավորություններն են քիչ այդ հարցում։ Օրինակ, ինչ կուզեիք, որ լիներ։ Երևի ինչ որ հատկացվեր համապատասխան տարածքներ, ապաստարաններ, համայնքի իր միջոցներով անել չի կարող, ճիշտ հասկացա ես ձեզ։ Համայնքի իր միջոցներով անել կկարողանար, եթե համապատասխան օրենսդրական հնարավորություն ունենայի։ Դե օրենսդրությունը դրան չի խանգարում։ Ուղղակի պետք է կենթանիներին չխոշտանգել, վատ վերաբերմունքի չարժանացնել, բացառությամբ այն դեպքերի, եթե կատաղել է հիվանդ է։ Այդ անկեղծ ասած այդ հարցն էլ հիմա մեր մոտ քննարկման փուլում է, դերևս այդպես վերջնական որոշման նախագիծ չունենք, բայց համարյա ամեն ավականու նիստին մենք այդ հարցը քննարկում ենք ու արդեն պետք է գա այդ պահը, որ այդ հարցին լուծում տրվի։ Ամեն դեպքում դա այդ մեր քննարկման կիզակետում է։ Մոտավոր հաշվարկ ունեք, թե դա ինչ կարժենա։ Դե մոտավոր հաշվարկ ունենալու համար համապատասխան մարմին պետք է լինի, որ այդ հաշվարկը կատարի, դերևս չունենք, մենք նախագիծ նախահաշիվ չունենք։ Այդ հարցերով էլ են դիմում ըստ երևույթին։ Ուրիշ ինչ հարցերով են դիմում։ Ուրիշ Ամեն ինչ կարգին է, հա, պրոբլեմ չկա, իմանան էլի ժողովուրդը, որ խնդիրները կան, տեսեք ասում եմ, խնդիրները կան, բազմաբնույթ, բազմաշերտ, բայց որ լուծումները մշտապես լուծումները գտնում են, դա հաստատ, որտեղ համայնքապետարանում աշխատակիցները բոլորը հասանելի են 24/7 ձևաչափով, չէ, ու անընդհատ արձագանքները, հետադարձ կապը ավագանի ժողովուրդ, սոցիալական հարթակը շատ լավ է աշխատում։ Անտարբեր չի ընթողնում, ոչ մի հարց չի մնում անլուծելի։ Հասկացա, ձեր բուն աշխատանքը ավականու անդամի գործունեության հետ հակասության մեջ է, չէ, խանգարում է, չի խանգարում, թե իրար չեն վնասում։ Չէ, դուք փաստաբանական գործունեությամբ եք զբաղվում, դուք զբաղվում եք դպրոցում կրթության հարցերով։ Խնդիրներ ծագում են, թե չէ։ Չէ, հակառակ ես կասեի իմ դեպքում օգնում են, քանի որ քաղաքացիները իմանալով, որ նաև ավականու անդամ ես, շատ հարցերով են դիմում որպես ավականու անդամ բացի նրանից, որ փաստաբան, ամեն դեպքում դիմելիությունը բավականին ակտիվ է եւ մեր գործունեությունը փոխկապակցված է, այն դեպքում ամեն դեպքում փոխկապակցված է փաստաբանի գործունեությունը ավականու անդամի գործունեության հետ։ Հաջորդ ընտրություններին առաջադրվելու եք, ճիշտ հասկացա, դեմ չեք լինելու նորից առաջադրվել։ Անկեղծ ասած այդ մասին դեռ մի քիչ վաղ է հարցում եմ, որ մտածեք։ Հա, մի քիչ վաղ է, դեռ բավականին երկար ժամանակ կա, բայց ձեզ գործընկերուհիները, կանայք աղջիկներ, բաման ինչ խորհուրդ կտաք։ Արժե թե չարժե։
Ինչի՞ չէ։ Արժե, մանավանդ մենք էլ փորձում ենք մեր օրինակով, հա, օրինակ ծառայել եւ կանանց, երիտասարդ աղջիկներին, կանանց, ովքեր զբաղվում են ինչ-որ մասնագիտական գործունեությամբ, իրենց հնարավորությունները, ուժերը ներդնեն նաեւ համայնքի զարգացման գործում։ Իհարկե։ Լավ, թույլ տվեք, շնորհակալություն հայտնել ձեզ, եթե կարևոր բան մնաց, որ կուզեիք ասել, կարող եք լրացնել։ Ուղղակի շնորհակալություն հրավերի համար, զրույցի համար։ Շատ լավ, շնորհակալություն, սիրելի ժողովուրդ, ավարտում եմ արդյունքում մեր այս հարցազրույցը, սա մեր հարցազրույցների շարքից մեկն է եւ իմ հյուրերն էին Արթիկի ավականու անդամներ Արմինե Աղրամանյանը եւ Վարդուհի Հովհաննիսյանը։ Շնորհակալություն եւ հաջողություն ձեզ։ Շնորհակալություն ձեզ։ Կյանքում եւ աշխատանքում ու ավականու կազմում ձեր գործունեության մեջ։ Ստեսություն։